Հիբրիդային պատերազմը իրենից ներկայացնում է այն բախումները տեղեկատվական դաշտում, որտեղ պետությունները փորձում են մեկ այլ պետության հասարակության վրա ազդեցություն ունենալ տարբեր հարցերում, փորձելով նվազեցնել կոնկրետ պետության իշխանությունների վարկանիշը իր իսկ հենց հասարակության մոտ եւ հակառակը հնարավոր է դա պետություններ չլինի, այսինքն ինչ-որ ուժեր լինեն, երրորդ երկրներ լինեն, որոնք կարողանան ազդեցություն ունենալ երկու այլ երկրների հասարակությունների տեղեկատվական ուրեմն մանիպուլյացիաների միջոցով։ Ես կարող եմ ասել, որ հիբրիդային սպառնալիքները գալիս են ցանկացած մեդիա խողովակից, այսինքն լսարանը պետք է միշտ լինի զգոն, ցանկացած տեղեկատվություն, որը նա ստանում է, լինի դա SMS-ով, լինի դա լրատվամիջոցների կողմից, անպայման պետք է որոշ ժամանակ մտածի նոր սպառի կամ տարածի այդ տեղեկատվությունը, որպեսզի նա նույնպես չդառնա այդ մանիպուլյացիաների կամ կեղծ տեղեկատվության տարածողը։ Նարատիվները, որոնք որ տարածվում են այսօր Հայաստանում, կեղծ նարատիվների մասին է խոսքը, հիմնականում վերաբերվում են այսօրվա իշխանություններին եւ նրա անհաջողություններին, այսպես ասած, եւ այդ անհաջողությունների մեջ տեսնում են Հայաստան, Եվրամիություն, համագործակցության հետևանքով Հայաստանի նահանջ, շատ ենք հանդիպում նարատիվներ շարունակական Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ, հողերի հանձնման հետ կապված եւ այլն, մեր հասարակության մեջ առկա վախերը, որոնք որտեղ մենք մինչեւ մեր վերջին տարիների ունեցած տրավմայից չենք վերացրել, շարունակաբար դրանք ակտիվացնում են եւ իհարկե ունենալով նման պատճառներ կարողանում են ազդեցություն ունենալ հասարակության վրա։ Հարցը հետաքրքիր էր, իհարկե։ Ես կարող եմ ասել հետևյալը. պետք է միշտ ցանկացած տեղեկատվություն սպառելիս ուշադիր լինել, այսինքն կարդալուց հետո փորձել կարդալու ընթացքում անգամ մտածել տեղեկատվությունը որտեղից է գալիս, ինչ աղբյուր է դա նշել, ով է տարածում եւ ինչ բովանդակություն կա մեջի եւ կասկածի դեպքում նախ եւ առաջ ստուգել այն։ Ցանկացած տեղեկատվություն կարող է իր մեջ պարունակել մանիպուլյատիվ երանգներ։ Իմ խորհուրդն է, որպեսզի այսօրվա երիտասարդությունը ակտիվ հետևի լրահոսին։ Ցանկալի է, որպեսզի օրվա ընթացքում գոնե կես ժամ հետևեք լրահոսին եւ տեղեկանաք այն երկրի իրադարձություններից, որտեղ որ դուք ապրում եք։ Երիտասարդները պետք է մասնակցեն եւ իրենց ընտրությամբ որոշեն մեր երկրի ապագան։ Ինքներդ պետք է կարողանաք ձեր որոշումը կայացնել, իսկ դրա համար միանշանակ պետք է լինել իրազեկված, մեդիագրագետ եւ հետեւել լավ պրոֆեսիոնալ լրատվամիջոցներին։